հրապարակվեց պաշտոնական արդյունքները, 3 տեղամասը չեն վերաքվեարկում ձեր կարծիքով։ Ամենտրոլինում ընտրություններին եղել է, որ պետք է լինում վերահաշվարկել, նույնիսկ եղել է ընտրություններ, որ պետք է վերահաշվարկել, չեն վերահաշվարկել, այդ է մեկնաբանությունը։ Ժողովուրդը քվեարկել է, ստացել է ինչ-որ քվեարկել է։ Ես չեմ տեսել։ Չեք տեսել։ Իսկ ընտրակաշառք տեսել եք։ Չէ, ես չեմ տեսել ընտրակաշառք։ Չէ, ես որ տեսնեի, ես պետք է արձագանքի, չէ՞, պես քաղաքացի։ Ինձ դրա համար գիտեմ, որ ես օրինապաշտ քաղաքացի եմ, ինձ չեն դիմել, էլի ուղղակի այդ հարցով։ Այդքան փող են բաժանում, այդը մեզ կարելի ստակայական կապրտեմ ենքան։ Բա ասում են այդքան փող են բաժանել, բա վերցնեի։ Հոստե, ես խի վերցնեմ։ Բա ասում են բաժանել են, դու հավատում եք որ փող են բաժանել։ Այ քեզի բան։ Բա ձեզ խի չեն տվել, նա փողը կու։ Ես չեմ ուզում այդ փողը։ Լավ է, շատ լավ է։ Լավ է։ Լավ է։ Դե ափսոսում եմ որ դուրս մնաց այդքան բան, ուրիշ ինչ ասեմ։ Այդքան ուժ չունեմ որ պետք է կարողանամ մի բան ուղղեմ այս երկրում։ Դուք եք գիտեք, ես եք գիտեմ։ Դե յոլա տանենք։ Ժողովրդի կողմն եմ, ժողովրդը ինչ ասում է, ես նայեմ ասեմ։ Հա, բան։ դասեք ժողովուրդ։ Մենք էլ ժողովրդի ձայնն ենք հասցնում։ Գիտես ոնց, նայած ովի ձևի ձայնա, նայած ովի ձևի ձայնա տալի։ Ես ժողովրդի կողմն եմ, ես ինքը ժողովրդի մասնիկն եմ։ Ժողովրդի ինչ ձևի որոշում է, դա պետք է լինի։ Որ դու ասում ես ընտրակաշառք չկա, կամ ասենք դու տեսել ես կամ չես տեսել։ Եթե ես քեզի ընտրակաշառք տամ, ոչ մեկ չի կարա տենա։ Որ ասեն ձերը պետք է բռնեն նոր այդ ընտրակաշառքը։ Դու լավ է գիտենք որ այդ ամեն ինչն կա։ Դե չէ 3 ընտրատարածքով, այսինքն այսքան, դրանք դնենք մի կողմ է, սա բլեֆական մամեդները, սա ամեն ինչը։ Այսօրվա պահով մենք վայելում ենք։ Չեք լսել, չի է դա։ Չի տակ սկսում։ Շատ վատ ընտրություններ էին, շատ։ Սենց ընտրություն երևի Հայաստանում չի եղել։ Այդ 49-7%-ի կեսնել չեն տարել իրանք։ Գիտեք ինչ կա։ 50,000 Բարգավաճ Հայաստանի ձայնը փոշիացրել են։ Հետո մի բան, եթե ԿՊ-ն տարել է 3-5-ը, պետք է մանդատներից հրաժարվեն։ Որովհետև կլինի նույն կրկեսը, որը եղավ 5 տարվա ընթացքում տեսանք։ Այն ընդդիմությունը ոչինչ ոչ կարող է որոշել, ոչ կարող է չորոշել։ Այսինքն պետք է գնան ընդ դերասանի պես նստեն, խոսան, իրանց երեսին էլ անպատվեն, վիրավորեն, շրանք է թողեն գնան տուն։ Եթե նպատակը միայն այդ աշխատավարձ ստանալն է, այդ ուրիշ խնդիր է, թե չէ պետք է հրաժարվեն։ Սենց եթե շարունակվեց, 3-5-ը ինչի համար էր պետք, որ սահմանադրություն փոխեն, հռչակագրից հրաժարվեն, ցեղասպանությունից հրաժարվեն, Արարատ սարը հանեն, վերջացնեն, վերջ տան հայկական ինքնությանը։ Եթե ժողովուրդը դրան համաձայն է, ես ասելիք չունեմ, բայց ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, օրինական ճանապարհով բնականաբար, որ չանցնի դա, այս ընտրությունները չեղել համարեն, գոնե նշանակեն երկրորդ փուլը ընտրությունների։ Այլակերպ իմ կարծիքն է, որ սեն շարունակի կամ շուտով Հայաստանն էլ չլինի, ինքն իշխան Հայաստանը չլինի։ Իմ կարծիքը դա է։ Գազը մնում է գազ, չէ՞։ Դու կստանաս Ռուսաստանից, կստանաս Պարսկաստանից, կստանաս Ադրբեջանից, գազը մնում է գազ։ Քո ասելով որ պետք է մենք ոչ մեկից չընդունենք, մենակ Ռուսաստանից։ Չէ, ես այդ կարծիքն եմ հարցնում, նորմալ է Ադրբեջանը։ Ամեն ինչն է նորմալ է, գազը ով որ կտա մեզի, չէ՞, նորմալ ձևի, ոչ թե գազի պրոբլեմով մեզի կխեղդի։ Քեզ գազ չեմ տա, քեզ կսկստեմ։ Ես հաղորդեցի, որ ես ձեզ հիվանդ եմ, բան չեկան։ Իմ տերն էլ փոս եղա, ես տեղ չեմ գրանցված էլ։ Ու չկարացակ են դրեիք։ Ու չկարացակ։ Ամեն ինչ կանխորոշված էր, ամեն ինչ արվում է սցենարով եւ այն փոքրաթիվ մաս կազմող բնակչության շնորհիվ, որոնք ամեն դեպքում օժանդակեցին
այս ընտրություն կոչված խեղկատակությանը։ Այնպես որ ոչ մի նոր բան չեմ կարող ասել։ Մեր առջև նպատակ կար դրված, ազգային նպատակ թրքացումից խուսափելու, բայց հայ ազգը ըստ երևույթին արժանի չի, որ կարողանա իր ազգային նպատակների համար պայքարի։ Ընդ որում, ասենք, ինձ դուր էլ չի գալիս ընդդիմության կեցվածքը, որը հենց առաջին օրը ընտրակեղծիկից ամիջապես հետո այն գիշերը, որ դեռ ոչինչ 10% ձայները նայած հայտարարվեց, որ մենք հաղթել ենք, այդ ժամանակ բողոքի ձայն չբարձրացրին, սպասեցին, որ ուրիշ պետության ղեկավարներ, նրանք էլ իհարկե իրանց շահերից ելնելով շնորհավոր են, այսինքն իրենք նպաստում են Նիկոլի իշխանության լեգիմիտացմանը։ Ինձ համար հասկանալի չի։ Իսկ ինչ մնում է ԲՀԿ-ին կամ այլ կեղծիքների բան, նույնիսկ չեմ էլ հետևում, որովհետև ամեն ինչ ոնց որ հենց այդպես էլ պետքա լիներ։ Ամեն դեպքում մտածում եմ, որ առաջնահերթ պետք էր, հիմա էլ է պետք, բայց արդեն ուշ է։ Պետք է մանդատները հանձնել եւ այդ ձևով գոնե հետո ժողովրդի օգնությամբ պայքարել։ Ընդ որում խաղաղ ցույցերի ճանապարհը միակ հնարավոր ու ճիշտ ճանապարհն էր այդ գործընթացին դեմ գնալու համար։ Ամենասարսափելին, որ վերջերս մենք ընտրում ենք չարիքների փոքրագույնը, փոխանակ ընտրենք լավերից լավագույնին։ Խնդիրը մեկն է։ Մեր ազգը, երբ որ ոգեղեն արժեքներով բարձր արժեք է եղել, մեր եւ ղեկավարները եւ ամբողջ ազգը ապրել է լիության, աստվածպաշտության, մաքրության, սրբությունների մեջ։ Այսօր մի բան մարդ լինենք, մարդուն մարդ դարձնողը Աստված է։ Անաստված հասարակությունը թե աշխարհում եւ մենք էլ աշխարհի ընթացքի հետևից գնում են դեպի կործանման։ 30 տարի մարդ լինեինք արդար, 30 անգամ հզոր պետություն չէինք լինի, եթե ոչ ավել։ Հասարակ բան։ Եկեք խոսենք արդարությունից, ստից։ Մարդկանց հարցնեք սուտը ինչ բան է ասեն լավ էլի, ինչի հետևից է ընկել։ Սուտը նման է ոնց որ հողը ոտի տակից շարժվի։ Տենց չի, այսօր սուտը չի իշխում ամեն տեղ։ Ես ոչ սրա կողմից, ոչ նրա կողմից մարդ լինենք, Աստված ունենանք։ Մեր հայրերը հայոյանք չեն ունեցել, ասել են սա անաստված է։ Այսինքն ամենասարսափելի մարդը եղել է անաստվածը։ Այսօր մեր հասարակությունը դա չի։ Մարդ լինենք, Թումանյանի բառերը հիշենք, մարդ ծնվելուց հետո դեռ պիտի մարդ դառնանք։ Մարդուն մարդ դարձնողը Աստված է։ Հակառակ դեպքում Աստված էլ պետարից ազատի։ Վարչական ռեսուրսը դա պետությունն է։ Դա պետքա տենց է լիներ։ Ես մոռացել եմ Քոչյանի ժամանակ վարչական ռեսուրսը, Սերժի ժամանակ վարչական ռեսուրսը, ես դա ո՞ց կարամ մոռանամ։ Հիմա նորմալ է։ Ես կարող եմ դրանք մոռանամ։ Երբ որ մարդկանց հավաքում էին, մարդ չէր գալիս։ Երեխեքին էին, դպրոցական երեխին բերում են տենա ժողովուրդը եկել։ Դրանք ես չեմ կարող մոռանալ։ Նախ ուզում եմ ասել, որ ընտրությունները ինքնին միայն ընտրության օրը, ընտրությունների ընդհանուր արդյունքները գնահատելու համար չպետք է գնահատենք միայն ընտրության օրը եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները, նախընտրական շրջանը եւս բազմաթիվ խախտումներով ուղեկցվեց, նշված process-ը ընտրություն համարել շատ մեծ վերապահումով կարելի է, որովհետեւ դրանից առաջ բազմաթիվ գործիչներ, հանձինս Միքայել Աջապահյանի, որին ես կհամարեի
մեր ներկայիս ժամանակահատվածի հայ գաղափարախոսության, հայոց փրկության գաղափարակիրներից մեկը նրան լրացվեց եւ նրան նման շատ այլ ազգային մտքի եւ գաղափարի տիրապետող անձինք լրացվեցին, որի պարագայում դա համարել օրինական եւ հաշվի նստել նշված ընտրությունների հետ ես որպես հայ քաղաքացի չեմ կարող, որովհետեւ թե նախընտրական process-ներում, թե ընտրության ժամանակ, թե հետընտրական process-ները բազմաթիվ խախտումներով ուղեկցվեցին, որը հարցականի տակ դրեցին եւ իջիկ դարձրեցին նշված հատուկ օպերացիան ընտրություն կոչելու գաղափարը։ Ապեր որ ասեմ քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ դրական կարամ ասեմ, ոչ բացասական, այդքան մի բան։